Բարև ձեզ, ես Ալեքսա Շահբազյանն եմ և այսօր ես ձեզ կպատմեմ իմ ճամփորդության մասին։ Այսօր ես իմ դասարանով գնացել ենք տեխնիկային թատրոն դիտել Հովհաննես Թումանյանի Շունն ու կատուն ներկայացումը։ Ձեզ կպատմեմ մի փոքր նրա մասին։ Այնտեղ շատ հավես էր և շատ հետաքրքիր։ Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ մի փոքր հատված։ Սկզբում Շունն ու կատուն լավ ընկերներ էին։ Մինը լհը ձմեռն եկավ և Շան մորթին քշվեց։ Շունը շատ մրսում էր և գտավ մի մեծ մորթի։ Մեծ գարան մորթի։ Գնաց կատվի մոտ, խնդրեց նոր գդակ կարի իր։ Կատունի չէր աշխատում, դերձակ էր, չէ՞։ Դերձակ էր։ Կարող էր, չէ՞, դերձակ։ Կատուն ասաց, որ անպայման կարի, բայց Շունն էլ խնդրեց։ Ասաց, փողի համար դու մի անհանգստացի։ Բայց շատ ուշ չկարես։ Կատուն ասաց, որ դա շատ հեշտ գործ է և նա շուտ կկարի և կտա։ Ասաց, որ ուրբաթ օրը գա և վերցնի։ Շունը գնաց, կատուն էլ չէր անում ու չէր անում։ Եկել է ուրբաթը, Շունը գալիս է ու նրա տեղը, որ Շունը ջղայնանա, կատուն է ջղայնանում, ասում է. դու վատ է, ցուրտը տարավ այդ տնաշեն, ես հելը նոր կտրել եմ, որ կարեմ։ Համեն հելը ուրբաթը չի։ Գնում է, որ մեկ ուրիշ օր կա, չէ՞։ Որ մեկ ուրիշ օր կա։ Կատուն էլ նորից չէր անում ու չէր անում։ Մյուս ուրբաթ օրը Շունը նորից գալիս է, իսկ կատուն նորից նույնն է ասում։ Շունը գնում է։ Իսկ հետո, որ այդպես շարունակվեց, Շունը եկավ և դրանք կռվեցին։ Շատ բարկացավ, չէ՞։ Շատ բարկացավ և իրենք կռվեցին։ Հիշում ես ինչ են ասում, էլ հելնում էր, էլ կատուն ինչ ասում, քայչալ Շուն, նա էլ այգող պիսո։ Այո։ Եվ բանը հասավ, դատարան, դիվան բաշուն, հետո դատի ժամանակ դատավորը կանչում է վկաներին։ Առաջինը նա կանչեց խոզին և հարցրեց. տեսել է նա, որ Շունը տար մի գարան մորթի կատվին։ Խոզը պատասխանեց, որ չի տեսել։ Մյուսը կանչեց էշին։ Էշը պատասխանեց, որ տեսել է։ Եվ կատուները սկսեցին գոռալ, որ նա խաբում է։ Շուներն էլ հակառակը, որ նա չի խաբում։ Եվ այդպես գոռացին, նորից կռվեցին և հետո իրանց հանգստացրեցին։ Դրանից հետո միշտ որ Շունը կատին տեսնում էր, միշտ իր հետևից վազում էր, որ իր մորթին հետ բերեր, իսկ կատուն վրեն էր հարձակվում և սկսում էին մլավել և հաչալ։ Ստեսություն։